Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Ողջույն բոլորին, բարև ձեզ, մենք կրկին Եգիպտոսում ենք և տեսնում եք մեր արևահարված դեմքից ինչ տաժանակիր օրեր ենք ունեցել։ Այստեղ հավաքվել են իրարից տարբեր հերոսներ, պարզելու համար, թե ով է նախագծի գլխավոր հերոսը։ Եվ ամենակարևորը այդ ամենը մեծ լարվածության մեջ էր, որտեղ հաղթում է ընկերությունը, սերը, հերոսությունը։ Նախագիծը մոտենում է իր կուլմինացիային, իսկ դա նշանակում է, որ մենք շատ շուտով կիմանանք, թե ով է հերոսների լիգայի հաղթողը։ Եվ ամենակարևորը, մեր գործընկերը նախապատրաստել է մեր հաղթողին մեգա մրցանակ։ Գնալով մրցույթներն ու պայքարը ավելի է թեժանում, քանի որ Եգիպտոսում շատ շոկ է։ Ու այդ շոկին, երբ սիրտդ հայկական զովացուցիչ ըմպելիք է ուզում, օգնության է գալիս Հայկոլան իր գազավորված ըմպելիքներով։ Հայկոլա, երբ անզոր է նույնիսկ Եգիպտոսի արևը։ Արդեն ինչ-որ շատ լրջացավ ամեն ինչ։ Արշակիրը լավ խաղացավ էր, հաստատ մեզ դեռ պետք էր, էլի։ Բայց Հարութը կարար մի անգամից տաներ թաշկինակը։ Այո, բախտը չբերի։ Ում հետ էր իդեպ Հարութը։ Վիկայի։ Հələ Ռազին, իրան թակավան ազգում։ Դե լավ էս թիմ չի էսի։ Ռազ, ո՞նց ես։ Թույն ընկեր, թույն։ Լավ ամեն ինչ։ Այո, Քեզ թակավոր ես զգում այդ թվում։ այո, բոլոր տեղերում։ Ապրես իմ ստրուկ եղբայր։ Բայց ասեք, որ չեք սպասում հետ կգանք։ Ես չէի սպասում։ Օրինակ երեխեք իմ համար ապացույց էր իմ ու Աննայի այդ ձեռք բռնելը, որ մենք շատ ենք կապվել իրար հետ, որովհետև ավտոմատաբար այդ խաղի ընթացքում ես այսպես, չգիտեմ, բռնել էի։ Ես ու Աննան այսպես ձեռքը բռնած, այսպես պինդ կանգնեցին։ Ես դու հենց այդ բռնելու իրար զգալու պատճառով էր, որ ես կարողացա վերջին բաժակը ճիշտ վերցնել։ Հերոսների լիգա Հերոսների լիգայում կրկին թեժ խաղ է սպասվում երկու թիմի միջև։ Յուրաքանչյուր թիմից 3 նախագիծը լքեցին մեկական մասնակից։ Ես վստահ եմ, որ մասնակիցներից շատերը մտածում են, երազում են, որ միգուցե եւս մեկ քայլ անենք, մենք վերադարձնենք ինչ-որ հերոսի, նորից թիմերը համալրվեն, բայց ցավոք այդպես այլևս չի լինելու։ Իսկ ինչ եք կարծում այսօր հաղթող թիմը ինչ պարգև է ունենալու։ Բոլորը անմահություններ։ Էլ ինչ տարբերակներ կա։ Միտեղ կտանենք։ Հա։ Ցավոք պետք է ձեզ հիասթափեցնենք։ Այսօր հավաքվել ենք մրցելու ոչ թե պարգևի, պատժի համար, այլ Պայքարում եք շատ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ու բարդ երևույթի համար։ Հաղթող թիմից դուրս կմնա երեկոյան խաղերի արդյունքում մեկ մասնակից, իսկ պարտվողից երկու մասնակից։ Այսինքն այս պայքարի ընթացքում կպարզվի, թե երեկոյան որ թիմից քանի մասնակից կլքի նախագիծը։ Կարծում ենք, որ պայքարելու համար լավ մոտիվացիա է։ Համաձայն եք։ Այո։ Իսկ անմահություն չի լինելու։ Անմահություն չի լինելու, Գորջան, հերիք եղավ, բոլ եղավ։ Եկավ ժամանակը, որպեսզի ներկայացնենք, թե ինչ խաղեր եք այսօր խաղալու եւ այդ կապակցությամբ ձեր սահմանությունների ներքո դիմավորենք Ռակուրս Գեյմի Դավիթին։ Այսօր դուք մաքսիմալ բռունցք եք դառնալու, որտեղ մաքսիմալ դժվար խաղեր են լինելու ու պահանջելու են բացի թիմային մտածողությունը, նաև մարտավարության մշակում, ինչը իմիջայլոց երկու թիմերն էլ սկսել են անել ու դա գովելի է։ Ընդհանրապես խաղացվելու է 3 խաղ։ 3 խաղից 2-ում հաղթող թիմը ճանաչվում է հաղթող։ Այնպես որ եթե դուք թիմերից որևէ մեկը հաղթի 2 խաղում, ավտոմատ ճանաչվում է հաղթող ու 3-րդ խաղը անցկացնելու իմաստը դուրս է գալիս։
Առաջին խաղը կոչվում է կոմբինեզոնը։ Ձեզանից երկու մասնակից վազելու է ստարտից ֆինիշ, մեկը մնա այնտեղ, մյուսը գա իր թիմակցի ետևից։ Ու այդ սկզբունքով մաքսիմալ արագ պետք է 5 մասնակցին տեղափոխել ֆինիշից հետ, նստել հրթիռները ու միասին արդեն 5 հոգով օգտագործելով ոտքերը վերադառնալ հետ, այսինքն հրթիռների վրա նստած։ Այս տրամաբանությամբ։ Այն թիմը, որը հրթիռով կհատի այս դեպքում ստարտի գիծը, կճանաչվի հաղթող։ Առաջին փուլում։ 1 2 Արագ, 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 արագ։ Գոր հետը կրացի։ Թռնելով։ Հեսի թռնելով, ընտիր, մի ոտը գտար, մյուսը։ Արագ, արագ։ Իմ ոտը ոնց որ մնաց, խճճվեց, չկարողացանք հանենք, այնտեղ մի քիչ ժամանակ կորցին։ Արագ։ Այ հիմա սկսում է ամենադժվարը։ Կոմբինեզոնը հանում թողնում եք, հանում թողնում եք։ Ապրեք։ Հերթիրը սկզբում շատ ճիշտ մեր հստակ տակտիկայով շարժվում ենք առաջ։ Աշխատեք շնչեք, լսեք մի հոգու, լսեք մի հոգու։ Ապրեք, պահում եք, տեմպը պահում եք։ Մինչև այդ ես ուղղակի տեղում թռիչք էի անում, հետո հասկացա, որ պետքա ոտքերով առաջ գնամ։ Ապրեք։ Այսպես թիմերը հոգնելու են, ես ագան տեսնենք թե։ Այդ հաշվերն էլ այդ արագության տակ դժվար։ Անընդհատ մեկ հաշիվն էինք տալիս, ես պահի տակ 3-2-1-ն էի օգտագործում, որ նաև հանգստանան, շունչ հավաքեն։ 1 Կողքի թիմին չենք նայում, կենտրոնացեք։ Հաղթանակը։ Մի պահ նայեցին կողք ու տեսանք, որ արդեն իրանք առաջ են անցել։ Ես չգիտեմ ինչա կատարվում, ստե։ Չգիտեմ խի չէր գնում առաջ հերթիրը։ Ես ասենք տեսնում եմ, որ իմ մատիտի վերջը ու իրանց մատիտի վերջը չի այսենց ենք կանգնած։ Մի քիչ եք, մի քիչ եք, ես, մի քիչ եք, 10։ Խաղից հետո ինձ թվում էր, որ ասա ուշքս գնալով պրոստը ընկնեմ ուրիշ տարբերակ չկա էլ։ Երթվում եմ, ռազոն չլներ, այս խաղը չեր լինի, որովհետև սաղ պատասխանատվությունը իրա վրա էր։ Այս պահին մի քիչ մեղքի զգացում ունեմ, որովհետև այս թիմը մինչև այս պահը միշտ հաղթել է։ Հուսամ գալիք երկու խաղը հաղթանակը կլինի մերը։ Հիշում եք, չէ՞ որ երեք ասել էի, որ պետք է աննետի թիմին կրվեմ, որովհետև միշտ իրան կրում եմ ու իմ սրտին դա արդալնում։ Այսօր ոնց որ այդ պահն է, էլի։ Ով կրեց առաջին խաղը, իհարկե մենք։ Անյութ եթե դու նայում ես, հաղորդի իմացի, որ էսի քո խաթր ենք կրվե։ Ամեն մասնակից ունենալու աչքի կապիչ։ Բոլորի աչքերը կապելու ենք ու իրարից անկախ բոլորի այնպես որ դուք չիմանաք որտեղ եք, տանենք, խնդրենք ինչ որտեղ կանգնեք։ Դուք իրար չեք տեսնելու։ Սկզբից նաև չեք էլ լսելու։ Սուլիչից հետո թիմի անդամները պետք է իրար անունները գոռալով փորձեն իրար գտնել։ Ոնց որ մութ սենյակում, այսինքն դուք չեք տեսնում, գնում եք ձայնի վրա։ Եթե 5 մասնակցից 4-ը ձայներով իրար գտան, այդ 4 մասնակիցը արագ հանում են կապիչները, հատում են ստարտի գիծը,
վերցնում են զամբյուղները ու պատրաստ կանգնում։ 5-րդ մասնակիցը, որը չհասցրեց միանաշրջանի, փակ աչքերով առանց կապիճը հանելու, պետքա փորձի թիմի հուշումով գտնել գնդակներ, որոնք լինելու են դաշտում։ Երբ որ մասնակցի ձեռքում կա գնդակ, այդ մասնակիցը կամ պետքա հեռվից ձայների վրա շպրտի գնդակը, թույլատրվում է քայլելով մոտենալ ու այնպես գցել, որ մաքսիմալ մոտ լինի զամբյուղի մեջ ընկնելու հավանականությունը։ Բայց այդ դեպքում դուք կորցնելու եք շատ ժամանակ։ 3 գնդակ առաջինը նետած թիմը ճանաչվում է հաղթող։ Եթե վերածնվածների թիմը հիմա հաղթեց, երրորդ խաղը ուղղակի դուրս է գալիս։ Տասը վարկյանից ստարտ, հենց սուլում եմ, կանգնում եք, 2 շրջան պտտվում տեղում ու նոր սկսում։ 3, 2, 1, 2 շրջան։ Կարակ գորակ։ Անյութ ջան։ Անիտանա գոռում տենց ենք որոշ, որովհետև ամենազիլ ձեն ունեցողն Անիտանն է։ Արիմոդս ջան։ Մենք հստակ հասկացել ենք ինչ պետք է անենք, անգամ խորամանկություն ենք դիմում, ուրիշի անուններն ենք գոռում։ Մենակ գոռում ենք Վիկայի անունը, որպեսզի չհասկանան, որ գտել ենք արդեն իրար։ Վիկա! Անիտա! Կասենա, Մարի! Քանդեք, գտել ենք։ Հետո էլ ասում եք Անիտա ջան կամած գոռա, տեսակ որ ես խաղում էի պետք էր։ Մի հատ նենց գոռացի սաղ ցանցավան ու լսեցին։ Արա Վիկա ջան, ուր է։ Վիկա! Մարի ջան! Վիկա! Մենք չկարողացանք խաղալ այն ժամանակ, երբ որ 4-ով արդեն կանգնել ենք, մենք գիտենք պետք է ազդանշան լսվեր, որ թույլատրվում է հանել այդ։ Մենք սպասում էինք մեր ընկեր Դավիթի արձագանքին, այսինքն սպասում էինք ինքը հրահանգի, որ մենք բացենք մեր աչքերը։ Մարի, դեմը գնդակ կա։ Վերցը։ Այո։ Բացում ենք։ Մարի ուղի գարի պատտեցեք։ Всё, բացում ենք։ Բացում ենք, չէ։ Երեխեք, ընդեղ։ Աչքերը բացելուն պես ես տեսա, որ մյուս թիմը կանգնած է արդեն, ասեցի երեխեք ինչի չեն գնում։ Դուրս եկեք, ով 4-ը դուրս եկեք։ Արա գաց չէ։ Մի քիչ լամած։ Գորը հավասարվեց Մարին, բայց Մարին արդեն երրորդը գցում էր։ Արի ջան! Հետո! Իրեք հացել ենք! Գցել ենք իրեք հատ! Գցել ենք իրեք հատ, չեք տենում! Գիտեք ինչ տա բոցը, որ պրծել ենք, ասում է ռազը վերասել պրծել ենք, չի նայում այդ մարդը, պրծել ենք! Մարի! Մարի! Այս թիմը շուտ էր գցել, ներողություն խնդրում։ Ոնց է սենց լինում։ Թողեց լինի բացառությունը, ոչինչ չասեմ էլի։ Դաժան է իրականում, որ մտածում ենք մեր թիմից այսօր 2 հոգի դուրս է գալու, հուսամ այդ 2-ից մեկը ես չեմ լինի։ Ուղղակի աբիդնի է էլի, որ այսքան չարչարվեցինք, էլի մի հոգի պիտի դուրս գա։ Ու շատ խնդալու կլինի, որ այդ մարդը ես եմ։ Դե ինչ երկրորդ օրն անընդմեջ թիմային պայքարի արդյունքում առավելություն են ստանում վերածնվածների թիմի մասնակիցները։ Եկեք նրանց ծափահարենք։ Իսկ դա նշանակում է, որ երեկոյան հաղթանակածների թիմից նախագիծը լքելու է 2 մասնակից, իսկ վերածնվածների թիմից ընդամենը 1։ Ես կարծում եմ դա ոչինչ չի նշանակում։ Փաստը մնում է այն, որ այս մարդիկ որպես հաղթանակած եկել հասել են այս փուլին ու իրանք անցել են բարդ ու դժվար ճանապարհ,
իրանք ոչ մի շանսից չեն օգտվել որպես այդպեսին, կարա ստացվի այնպես, որ ինչ որտեղ նաև զիջեն, բայց դա միևնույնն է, հոգու պարտություն չկա ձեզ մոտ ու ես վստահ եմ, որ անկախ ամեն ինչից մեզ մոտ ամեն բան լավ կստացվի ու չնայած որ մեր թիմից 2 հոգի այսօր կլքեն, այդ կապակցությամբ ես ուզում եմ որպեսզի մենք այս խաղերից հետո մեկնենք մի վայր, որտեղ մի քիչ կշփվենք, մի փոքր կփորձենք հասկանալ ինչ հոգեվիճակա եւ առասարակ հասկանանք այս պարտությունը, այս զիջումը ոնց պետք է ընդունել ու ոնց շարժվել առաջ։ Իսկ մենք վերածնվածների հետ միասին նույնպես կհավաքվենք եւ կփորձենք ամփոփել վերջին 2 օրերը, կամրապնդենք մեր այս մենթալ առավելությունը եւ կպատրաստվենք երեկոյան մրցույթին։ Վաղուց մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը յուրահատուկ տոն է բոլոր ֆուտբոլասերների համար։ Աշխարհի առաջնության խաղերը կրկնակի աճելի է դիտել ընկերական միջավայրում եւ մրցակցային մթնոլորտում։ Իսկ այդ մթնոլորտը կարող է ապահովել միայն մեր գործընկեր Wimpel գարեջուրը իր լագեր եւ պիլսներ տեսակներով։ Wimpel ֆուտբոլային տոնի լավագույն ուղեկից։ Կրկին բարև ձեզ Մարիամ ջան։ Բարև ձեզ Վահե ջան, աղթամարտուրը ողջունում է ձեզ։ Այդ արտահայտության համար, որ աղթամարտուրը ողջունում է ձեզ, խելագարվում եմ, օրս լուսավորում եմ միանգամից։ Ինչ է բուն թեմային անցնելը, Մարիամ ջան, խնդրում եմ մի հատ արագ ասեք, ինչ կա չկա, ոնց է, ինչ նորություն կա։ Այս անգամ ունենք նորություն Շենգեն գոտու հետ կապված, ունենք դեպի Բարսելոնա խմբային տուրեր։ Մի կարևոր հանգամանք նշեմ, խմբային տուրերի մեջ ներառված է նաև վիզայի աջակցում ծառայությունը։ Այսինքն փաստաթղթերը կազմում եք դուք։ Իհարկե, փաստաթղթերի գրագետ կազմում եւ օրվա հերթագրումը ներառված է։ Հրաշալի, բայց այս անգամ եկել եմ կրկին մեր հերոսների լիգայի հետ կապված, խնդրում եմ, մեզ կարող եք օգնել, որպեսզի մենք Եգիպտոսում Շարմ el-Շեյխում մեկնենք սաֆարի տուր դեպի անապատ։ Իհարկե կարող են Վահե ջան, մեր գիտուղեկցորդները ձեզ կառաջարկեն տուրերի լավագույն տարբերակները, սաֆարի տուր, անապատում զբոսանք, կվադրացիկլ վարել եւ այդ ամենը իրենք ձեզ այնտեղ մանրամասն արդեն կներկայացնեն։ Բրավո, շնորհակալություն, անչափ շնորհակալություն։ Մեծ սիրով, լավ հանգիստ ես։ Ինչ երեկոյան մեր կարևորագույն խաղը, որ ընթացքում բարձ կդառնա թե ովքեր են լքելու խաղը, ես առաջարկում եմ, որպեսզի մենք միասին մեկնենք դեպի սաֆարի։ Ամենայն հավանականությամբ շատերը տեղել եք, դուք եք երևի եղել։ Մենք կգնանք անապատ, որտեղ այդ անսահմանության մեջ կվադրացիկլ կվարենք, այդ էներգիան, լարվածությունը, նեգատիվը կթոթափենք, մի քիչ կշփվենք, որպեսզի երեկոյան մեր այդ կարևոր պահին միասին մոտենանք ավելի մաքուր, ավելի հանգիստ ու բաց սրտով։ Համաձայն եք։ Այո։ Շատ լավ, բայց ունենք անակնկալ, մենք այսօր ունենալու ենք հյուր։ Իսկ թե ով է, չեմ կարծում գուշակեք, դե ինչ, եկեք դիմավորենք մեր այսօրվա հյուրին։ Բարև ձեզ, ֆուտբոլի պես է, այո, այո, աղաս ջան, գնում ենք սաֆարի, կմիանաս չեմ ես։ Սիրով, ես սիրում եմ սաֆարի։ Եղել ես նույնիսկ։ Վանաձորում սաֆարի կա։ Վանաձորում ջունգլիներ կա, սաֆարի չկա։ Здравствуйте, меня зовут Хани, я буду ваш инструктор. Сейчас мы будем расскажем, как будет, что будет в нашем экскурсии, и будем сказать, как наш квадрик, как ехать, где газ, где тормоз, как мы будем ехать. В нашем экскурсии, где будет 1,5 часа, у нас будет 2 остановки. Первая остановка будет где-то фотки, и мы будем сделать эхо, и там красивые кадры будет. А вторая остановка, дай бог, где бедуинов. Там будем угощаем чай, и если кто хочет на верблюда покататься, и будет время где-то 15-20 минут там, и потом будем ехать назад. Вот заводится, вот кнопочка, хорошо. Газ есть тут, газ, потихонечку надо нажимайте, чуть-чуть. И есть будет 2 тормоза.
Передний тормоз и задний тормоз. Лучше вместе нажимать. Արգելակում եք երկուսը միասին միանգամից, այլ որ մենակ դեմը չանեք։ Ու գնաց։ Ուի! И дистанция надо держаться постоянно, ну, где-то 3-5 метров. Ну, 3-5 մետր հեռավորություն պետք է պահենք։ Սխալ այ հասկացա։ Բայց դժվար ցուրտ լինի, էսի։ Շատ հավես է, ես ադրենալինի սիրահար եմ։ Փող ենք տվել, մինչև až պետք է մեր գուլյատը անենք։ Ադրենալինի թույն չափաբաժին ենք ստացել։ Լիքը քեզ էներգիա է տալիս, ու դու քո բոլոր բացասական սենց հույզերը ամեն ինչը սենց թափում ես ուղղակի։ Մեր խաղերից հետո շատ պետք էր հաստատ։ Ինչևէ ավելի լարված ու Ինչևէ ավելի լարված ենք, հիմա ավելի հանգիստ ենք։ Մենք հիմա գտնվում ենք մի վայրում, ովքեր եղել են Եգիպտոսի սաֆարիում, գիտեն հաստատ, սա կոչվում է Էխոյի սար, արձագանքի սար։ Գոռում ես այնտեղից արձագանք ես լսում։ Լավ։ Հիմա եկեք բոլորը միասին փորձենք։ Լավ։ Առաջինը հայեր։ Պատրաստ 3 4 հայեր։ Լսակ։ Հիմա մյուսը գնացինք ջան։ Ջան։ Շատ լավ է, չէ՞։ Հիմա եկեք գոռենք Հերոսների լիգա։ Հերոսների լիգա։ Գա։ Շատ լավ է։ Աղաս! Ղաս, Աղաս! Աղաս, Աղաս դե հերիքա եզնաս, կելը ցակ ինչ ես ուզում արա։ Ասի ես եմ մի քիչ օգտվել։ Կել արա դες պալիլ արա։ Դե ինչ մենք հասանք այդ բեջուինների այդ կայանատեղին, ով եղել է գիտի, բայց ամենացիցականում գիտեք որ երեխեք, որ մեր համոն օպերատորը այստեղից ցույց տվել։ Վերքեր, թերի վերքեր։ Սաներ վնասվածքներ ունի։ Ասեց, լը գիշի։ Կադրեմ եկանում եք ջոգի։ Մեկը հերվից է զեն եկա։ Աբոյ կյանքի մեջ կա։ Ոտնեց խերով լինի մեր օջախ։ Այո։ Ձեր գետին։ Ուй։ Հրաշալի տեղավորվեցինք, չէ։ Հերթական հաղթանակից հետո ուրախ եք։ Շատ։ Մեր մրցակիցները հիմա իրենց պարտությունն են նշում։ Ինձ թվում է հենց խնդրեմը իրանց այն է, որ իրանք չեն նստում ու խոսում, հասկանան ինչի պարտվեցին, ինչ պետք է անել, որ չպարտվել եւ այլն։ Ամենայն դեպս այսօրվանից հետո էլ տենց մեծ թիմով նստելու եւ քննարկում անելու հնարավորությունը չեն ունենալու, որովհետեւ իրենց թիմում մնալու է ընդամենը 3 մասնակից։ Իմ քմծիծաղին մի խափնվեք, որովհետեւ ես էլ շատ դժվար ու ծանր եմ տանում յուրաքանչյուրի կորուստ։ Կյանքը այնպես է մարդկանց,
որ եթե ինչ-որ բան ուզում ես ունենաս, պետք է տանջվես։ Չտանջվեցի, լավ բան չես ստանալու ունենա։ համար։ Այո, բարապ ժամանակ չպետք է ունենաք։ Պետք է ամեն ինչ այս կյանքում, ձեր կյանքում ուղղված լինի ձեր բոլոր գործողությունները ձեր նպատակին հասնելու համար։ Եթե պարկում եք քնելու նրա համար, որ ուժ հավաքեք, որ ավելի ուժեղ զբաղվեք նրանով, ինչը որ ուզում եք ձեզ հաջողություն բերել։ Ես այստեղ եմ հրավիրել մի մարդու, ով անձամբ իմ կյանքի վերածննդի փուլում շատ կարևոր դեր է ունեցել իմ կյանքում եւ իր խորհուրդներով կարողացել է ինձ ուղղորդել եւ ինձ օգնել, որպեսզի իմ այդ շրջանը անցնի ավելի հեշտ, ավելի արդյունավետ եւ ավելի էֆեկտիվ։ Խոսքը գնում է եւ շոու դպրոցի տնօրեն, դերասանուհի, ռեժիսոր, իմ շատ սիրելի Մարիամ Դավթյանի մասին։ Եկեք նրան հրավիրենք մեր ծափերով։ Երեխեք ջան, իրականում այսօր ձեզ շատ բարի բաներ չեմ ասելու, որովհետև նախագիծը արդեն տևական ժամանակա կա, դուք արդեն ճանապարհ եք անցել։ Ասեմ ավելին, դուք մի անգամ արդեն դուրս եք մնացել նախագծից ու արդեն հասկանում եք, որ ամեն ինչ շատ բարի չի։ Ես ուզում եմ այսօր խոսել մի քանի ըստ իս կարևոր բաներից, որը ձեզ կօգնի շարժվել առաջ։ Առաջին էտեն է, որ պետքա գիտակցել, թե դուք ինչ ֆորմատի նախագծում եք։ Պետքա հասկանալ, որ թիմը լավ բան է, բայց ձեզանից հաղթելու ընդամենը մեկը։ Թե ձեզ, թե այն մյուս 6-ին դրված է նույն հնարավորությունը, բայց ձեզանից ընդամենը մեկն է դրանից օգտվելու։ Երբ առաջինական քվեարկությունով մարդ դուրս թողեցիք, ու այսպեսի արտահայտություն եղավ, դե դուք եք այդ նախագիծը ոնց եք գծել, կանոնները դուք եք որոշել, մենք էլ ենթարկվում ենք։ Կյանքում կան կանոններ, որոնք դուք չեք որոշում։ Միշտ կյանք կոչված է, երբ մենք ծնվում ենք, մինչև մեր վերջին վայրկյանը, այդ կանոնները կան, այդ դժվարությունները, որոնք մենք պետք է հաղթարենք, անցնենք առաջ։ Միշտ հիշեք, չկա ձեզանից բացի ուրիշ մարդ, ով ձեր կյանքի համար պատասխանատու է։ Ով հասկացավ, այդ ինքը հաղթելու է կյանքը։ Ով չհասկացավ, ինքը պրոբլեմա ունենալու նույնիսկ 50, 60, 70 տարեկան։ Դուք ավելի շատ այսօրվա ինֆորմացիայի մեջ եք։ Օրինակ չգիտեմ, ով է այս պայն ամենի ակտուալ մանավանդ համացանցում իրանից եք տեղակ։ Դա ժամանակավոր ինֆորմացիա է, դրանք հավերժական չեն։ Հավերժականը հետի այնա ինչի վրա հիմնավորված է մարդկությունը։ Պետք է գա երևի մի օր, որ մարդիկ նոր բան ստեղծեն։ Իսկ նոր բան ստեղծումը դուք եք կակ մինիմում, էլի։ Ուղղակի համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք հետաքրքրված չենք կլասիկայով, որովհետև կախված է այդ ոնց է ներկայացվում։ Մենք հիմա թատրոններում ունենք Շեքսպիրի այն ֆանտաստիկ գործերից, ունենք ֆիլմեր, որոնք մեր սպարապետների մասն են, այսինքն եթե դրանք ներկայացում են ժամանակակից ձևով, որը մեզ հետաքրքիր է, ապա մենք էլ այդ սպառում ենք ու իմանում ենք դրա մասին։ Դե հիմա նայ, դու տենց ես մտածում, որ ներկայացնեն հետաքրքիր ձևով։ Իսկ դու գիտես, որ մեր ժամանակ մենք երբ որ ձեր տարիքին ենք, մեզ ոչ մի բան չէր ներկայացնում։ Մենք հետաքրքրվում։ Մենք ենք մանգալի գտնում, մենք ինքներս մեզ ենք մատուցում այդ պատմությունը, այդ թատրոնը, այդ ամենը, ոնց որ մեզ է հարում։ Այս հասկանում ես այս թեման։ Իսկ դու սպասում ես քեզ ոնց կներկայացնեն, դա արդեն իմ համար ալարկոտություն է։ Հերիք չի ալարկոտություն է։ Հենց սպասես, դե մի հատ եթե լավ ներկայացնեն կգնամ, չէ, դու մանարի, քեզ հետաքրքիր բան չի գնա։ Տես, երբ քեզ ինչ որ մեկը պատմում է ինչ-որ մի պատմություն իր տեսանկյունից, դու բնօրինակից կտրվում ես։ Էլեմենտար բան, եթե շատ խորանանք, Աստվածաշնչում նույնիսկ կա այսպիսի բան, որ ասում է մի տող ավելացնող կամ պակասացնողը դա մեղք է գործում։ Այսինքն բնօրինակին դուք ծանոթացեք ու ձեր վերապելմունքը ձևավորեք։ Ես հասկանում եմ, որ դուք նաև գտնում եք այն տարիքում, որ ձեզ համար կարևոր է կողքի մարդկանց կարծիքը, ինչ կմտածեն, ինչ կոմենտներ կլինեն, չվախենաք հանկարծ հեյթերից, այսինքն որ ձեզ ասեն դու քո ընկերոջը բան արեցիր, ոչ, որտեվ դա է ընդհանրապես ֆորմատը։ Մեր անձի մասին մտածելը ճիշտ կլինի այս դեպքում։ Հա, որովհետև արդեն անցել է այն փուլը, երբ որ դուք խաղում եք թիմերով։ Այն ժամանակ, երբ որ ձեզ մոտ կար քվեարկություն ու քվեարկության արդյունքում դուրս էլ գալի մարդ, դուք այդ ժամանակ կարողանում եք թիմ բիլդինգի արդյունքում միասին որոշում կայացնել, թե ում հանել, բայց հիմա դուք չեք կարողանում դա անել, որովհետև հիմա դուք դուրս եք գալիս մրցույթով։ Եթե օրինակ ես գիտեմ, որ իմ դիմաց ուժեղ խաղացող է, ես չեմ խուսափի իրանից, ես հիմա իրան չեմ հանի, եթե ես անցնեմ եզրափակիչ, ես կուզեմ խաղամ ուժեղ մասնակցի հետ։ Ուժեղ մասնակցին հաղթելը քո հաղթանակը ավելի արժեքավոր է դարձնում ու ավելի քաշ է տալի քո հաղթանակին, բայց պատկերացրեք, որ ամենավերջին պահին, օրվա ավարտին, երբ որ դուք մրցում եք իրար դեմ, դուրս է գալիս հենց այդ ուժեղ մասնակիցը ընդհանրապես, չգիտեմ, ինչ որ մի բան, որ պետք է արագ վերցներ, չի հասնում, վերցնի ու ինքը դուրս է գալիս։ Այսինքն այդ պահին ամեն ինչ
կորում է։ Ես իմ անունից եմ ասում, եթե պետք լինի, ես կզիջեմ։ Եթե մարդ կա, որ մտածում է ինքը կզիջի, այդ լինի մենակ այն դեպքում, երբ որ դա սեփական ցանկություն է, ոչ թե վախենա, որ իրան հեյթ կանեն ու կասեն, որ դու քո ընկերոջ ես այն։ Եթե ես լինեմ նախագծի, օրինակ պրոդյուսերը կամ կազմակերպիչը, ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը զիջի, որովհետև այդ իմ համար սխալ է անկեղծ։ Պիտի ֆինալ եզրափակիչ դուրս գա այն մասնակիցը, այն մասնակիցները, ովքեր ուժեղ են, ովքեր արժանի են ֆինալիստ լինելու։ Որ օրինակ մենք տունը, օրինակ, չգիտեմ, դնենք, նայենք հաղորդումը, ասենք, ինչ լավ է, որ այս մասնակիցները, ուժեղ մասնակիցները դուրս եկան ֆինալ։ Եկեք մի հատ շնորհակալություն հայտնենք աղասին, որ այսօր եկավ մեզ միացավ։ Ես եմ շնորհակալ, անկեղծ ասեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ իդեալական օր եմ հասկացնում։ Շարժվենք դեպի մեր հյուրանոց, որտեղ քիչ հետո պետք է խաղանք այն վճռական խաղը, որտեղ հիշացնեի։ Հա? Ինքը անմա։ Օ, Գորջան, դա լավ է։ Անմա երոս գորն ազավ, էլի։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, դուք ուժեղ եք եւ ես ձեզ շատ սիրում եմ, ձեզ մաղթում եմ հաջողություններ։ Մերսի շատ։ Գրկում եմ պաչիկ եմ անում բոլորին։ Հերոսների լիգա Հերոսների լիգայի շրջանակներում երբեմն մրցակցությունը տեղափոխվում է իմ եւ Վահեի դաշտ, շնորհիվ մեր գործընկեր Mix Mobile-ի։ Mix Mobile-ում կարող եք գտնել PlayStation 5 խաղային համակարգերի ամենալայն տեսականին ամենամատչելի գներով։ Ձեռք բերեք PlayStation 5 Slim եւ PlayStation 5 Pro խաղային համակարգեր Mix Mobile-ից եւ ստացեք նվեր 20 խաղ, այդ թվում FIFA 26 որպես բոնուս։ Mix Mobile ամենալավ PlayStation-ները ամենալավ գներով։ Խաղը ամենալարված պահերից մեկն է, եթե ոչ ամենալարված պահը, համենայն դեպս այսօրվա մեր թողարկման ընթացքում։ Այսօր նախագիծը կլքեն միանգամից 3 հերոսներ։ 1 հերոս վերածնվածների թիմից եւ 2 հերոս հաղթահարածների թիմից։ Յուրաքանչյուր թիմ կխաղա սեղանի խաղ, ոնց նախորդ հաղորդման ընթացքում եւ խաղի արդյունքներով բարձ կլինի, թե որ մասնակիցն է լքում մեր նախագիծը։ Սեղանի խաղը մի փոքր փոփոխված է լինելու, քան նախորդը, բայց վերհիշելով նախորդ խաղը, թե որքան դուք լարված եք, ես կարծում եմ էլ ավելի եք լարվելու։ Գորջան, դու նախորդ խաղին ունեիր անմահություն եւ կողքից թեթև աչքով նայում ես։ Այսօր չունես։ Մարդիկ, որոնց հետ դու հերոսների լիգայում եւ ոչ միայն հերոսների լիգայում, այլ քո գիտակից կյանքում անմարդկային մտերիմ ես եղել։ Այսօր քո խաղով դու նրանցից երկուսին դուրս ես թողել։ Էմոցիաներս։ Դե էմոցիաներս միակ փոփանքային է, որ կարող է նույնիսկ իրանք այդ խաղով ինձ դուրս թողան։ Իմ համար ամենահետաքրքիրն այն է, որ թիմերը նախագծի սկզբում բողոքում էին քվեարկությունից, ասում էին, ինչի եք այս քվեարկությունը կազմակերպել, ոնց կարանք մենք մեր թիմից մարդ հանենք, բողոքում էին շատ, որոշեցինք քվեարկությունը հանել, բայց հիմա ոնց տեսնում եմ, նրանք ավելի լարված են եւ հիմա կերազեին, որպեսզի քվեարկությամբ որոշվեր, թե ով է լքում նախագիծը, բայց սա հերոսների լիգան է, այստեղ կանոնները փոխվում են միմիայն մեր նախագիծը էլ ավելի հետաքրքիր եւ դիտարժան դարձնելու համար, չէ՞ որ գլխավոր հերոսը պետք է ամեն կերպ եւ բոլոր ուղղություններով եւ բոլոր կամային հատկանիշներով ապացուցի, որ նա է նախագծի
գլխավոր հերոս։ Ինձ հետաքրքիր է թե ինչ էմոցիաների մեջ են այսօր մեր վերածնվածները։ Ռաշ ջան, ուշքի եկել ես։ Հա, շատ։ Արդեն լավ ես քեզ զգում։ Իսկ ինչպես կընդունես, եթե հանկարծ ստացվի այնպես, որ դու լքես նախագիծը, այսինքն դու քո շնորհիվ թիմը այսօր հաղթեց եւ ձեռք բերեց առավելություն մրցակցի հանդեպ, բայց այնպես ստացվի, որ դու դուրս մնաս նախագծից։ Նորմալ։ Իսկ կողքեվորես թիմակիցներիդ միանշանակ այո։ Դե ինչ, երևի կարող ենք անցնել արդեն մրցույթին։ Դե իսկ մրցույթը հարգելիներս կանցկացնի Raccoons Games-ի մեր շատ լավ ընկեր Դավիթը։ Եկեք կանչենք Դավիթին։ Դավիթ! Մի քիչ տխուր լինելու, որ 3 հոգի այսօր կլքի նախագիծը, բայց դրա հաշվին կլինի ավելի տեսարժան։ Ես առաջարկում եմ սկսենք։ Հիմա կորոշենք հերթականությունը, թե ինչպես է կանգնելու 1-ից 5 հերթականությամբ։ Այս անգամ թող Իմը վերջին էլի թողեք ամենա։ 5 3 Վայ Աստված ջան 4 Առաջինը գալիս է այստեղ, խնդրում եմ դիրքավորվեք։ Եվ դու ով ես։ Հա, այդտեղ։ Ամեն բաժակ ընտրելու համար դուք կունենաք մաքսիմում 15 վայրկյան։ Պատրաստ, ես հաջողություն եմ աղթում յուրաքանչյուրիդ։ Գնացինք։ Համար 4 եւ ու մյուս տարբերակը 1 4 Վաու։ Եվ համար 2 Ցավոք մեկ հատով ոչինչ չես կարող։ Համար 3 2 Ան շատ են ես չեմ 2 4 Եվ 4 առաջի միավորը 1 4 Ահա 4 2 Ձեր մամա դիրեկույն չի բացվել։ Կենտ թվերից միայն մեկն է։ 1 եւ ոյ Խնդրում եմ վերադարձնել տեղը։ 5 Դա տեսնեմ էլի։ 5 Հիմա էս չի հաշվելու։ Չէ։ Չէ, բացի։ Դու ուղղակի- Այդ մեկն էր, բայց բաց։ Ահա, դե դրա փոխարեն դու արդեն կարող ես ուրիշը։ 4 2 Դե իրեքը ոնց է շարել է գլխի։ Անտեսանելի է։ 4 4 եւ 4 Երկրորդ միավորը ունի 4-ը 4 եւ 5 Համար 5 եւս 2 բաժակ 4 եւ 3 Սմեռնամ սրտիդ։ Համար 1 եւ համար 1 Առաջի միավորն էր Ի սկզբանե ես շատ հետ էի ու շատ դանդաղ էի գնում։ Առաջի համար 5 եւ թող լինի սա համար 4 Նես փոխությունը 4-ը վճարվի գովազդը դրա, այդտենց բացում Երրորդը ոնց որ լավ եք շարել, հա։ Մի լավ է Մի արեք տենց բաներ։ Սելաս Խնդրում եմ եկե արագ էլի։ Այ 5-ը հանալի 5 Սիրեկներ։ Համար 3 մյուսը փորձի 3 Ոյ Աստված իմ։ Առաջի միավորը համար 3 նորից փորձի 4 Մնաց վերջին միավորը հավաքես վերջին զույգը 5 3 Ահա 5-րդ համարը լավ Շնորհավորում ենք արդեն երկրորդ միավորը ունի ով միավոր ընդհանրապես չունի Լուրջ 14-ը 2 բացվեց Ավելի դժվար է հիշել 2 թիվ, քան մի 3 Ապրես ռազոս։ Եվ 2 Չէ, խնայում ենք Գնացինք Համար 5 Եվ սա
Համար 2։ Իրականում այս խաղը ավելի շատ բախտի հարց է ու ուշադրության հարց է։ Համար 2 եւ առաջի միավոր։ Գտա ձև իմ համար հարմար հիշելու իմ թվերը։ 2 միավոր։ Համար 2։ Չս անում։ Էսի 5-ն է։ Ռևանշի ա գրում։ 5, գնացին։ Էսի 3։ 3։ Էսի 3։ Մի րոպե ներվերից ոչ մեկը չազդեք բլա։ 2 միավոր ունի։ Էսի քաշել ենք իմիջ։ Նյարդային 3-ը։ Էսի 2-ն է 3։ Օ! Համար 3-ը կարծես թե դուրս եկավ եզրափակիչ 4-րդի հետ միասին։ 5։ Ապես։ Առաքում գոյություն ունի, հա։ 3, էսի հիշում ենք։ Всё, բավական, ասխալվեցիր։ Ծերացես ինչ արեք մի արեք, սա խառնում իրար։ 1։ 1, մի հատ էլ բացի։ 1։ Շնորհակալություն։ Հələ։ 5, քանի միավոր ունի? 3։ Որն էր? 4։ Որն է? 2։ Գնացինք, համար 1։ 1 եւ 1։ Համար 1 եւ 4 վարկյան։ Էդի 5-ն է։ Ահ, մեռնեմ սրտից։ 2, 3 միավոր ունի նաեւ։ Նոր քաշնիկ է 3-ներ։ Որն է? 4։ Համարյա բոլորինը վերջինն է։ 2, երկրորդ համար։ Էսի 3 էր, էսը ես պրծա։ Ուրա! Առաջին է։ Ոյ աստված ջան, մեռնեմ քեզ։ Ահա։ Համար 4։ Համար 4-ը սկզբից շատ առաջ անցավ, բայց այս պահին 1 ու 5։ 2 5 Համար 1 Համար 2 2 Վերջին միավորը ծափահարում ենք երկրորդը նույնպես դուրս է գալիս Համար 3 1 Դա իմ համար բաց է, կելի։ Իմ համար լինի մեկը բացի։ Որն էր? 1։ Որը։ Համար 5 Դուք ունեք Ինչքան ժամանակ ունեմ? 10 վայրկյան Արդեն 5 1 Դել իմ 5-ը Ահա 1 Բոլորինը վերջինն է 1 Եթե հիմա դու բացում ես նորից 1 4-ն ու 5-ը թեժ պայքարի մեջ են մտնում 9 վայրկյան Չեմ հիշում։ Որտե է տանտեղ 5-ը վերջին Դու 5-ը գտի Ես 4-ը գտի Բացի, էլ ժամանակ չկա 4 Ես արդեն կամաց հասկանում եմ, որ ես մնում եմ Ռազի հետ մենակ։ Մի հուզի 4 եւ 4 Եվ այսպես առաջի եւ վերջի մասնակից Որնա 1 Ну, ցանկացածը բացի 5 Տեսնենք 1 Ծափահարում ենք առաջի համարին Բախտի գործոնը կար, մի քիչ էլ ուշադրության գործոնը կար Նախագիծը լքում է Ռազմիկը, ծափահարում ենք Ռազմիկին լավ խաղի համար Մարդ ով այսօր բերեց հաղթանակ իր թիմին, բայց ցավոք այս փուլում պարտություն կրել Ռազը վերջին մարտն էր, որ ես կուզեի, որ ինքը դուրս մնար պրոյեկտից։ Ես չէի պատկերացնում, որ սենց ապուշ խաղի պատճառով մեր թիմից դուրս կգա ամենաուժեղ խաղացողը։ Ապրեն կազմակերպիչները, այս ձախ աշկով ձեզի աշկով եմ տալի։ Всё։ Քվեարկությունը հանի, Յանի մի հատ է բան են ավելացրել ուրիշ։
Մաղթում եմ բոլորին հաջողություն, մանավանդ իմ թիմին։ Կուզեմ տեսնեմ հետաքրքիր ֆինալ ուժեղ խաղացողներով։ Հերոսների լիգա Դե ինչ մոտեցավ այսօրվա հաղորդման ամենալարված պահը։ Ինչպես գիտենք, լարվածությունից երբեմն ավելի շատ ենք կալորիա ծախսում, դրա համար ինձ թվում է ձեզ հիմա էներգիա պետք։ Ուստի կարող եք խմել մեր գործընկեր Bonilat ընկերության այս համեղ կակաոները։ Իդեպ մեր գործընկեր Bonilat ընկերության ամենահամեղ կակաոները հաճելի է խմել միշտ, անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից եւ տարվա եղանակից, որովհետեւ Bonilat միշտ կարելի է։ Մի հատ 4 3 Գորը եկավ առաջի։ Համեցեք կանգնեք ու ստարտ տանք։ Ձեր դեպքում ամենադրամատիկն է, երկու հոգի լքելու են։ Ձեր մոտ էլ է տեսել թիմ, ընկերություն, դրա համար իմ համար էլ է դժվար է խաղ անցկացնել, բայց երկու հոգի հիմա կլքի պրոյեկտը։ Պատրաստ եք։ Այո։ Դե ինչ, սկսենք առաջին համարից, առաջի համար խնդրեմ։ Համար 1 Համար 5 Լավ սկիզբ և Օ, միավոր Հրուբաժակը Համար 4 Թող լինի համար 5 3 3 Միավոր 1 5 Համար 4 համեց 4 Մի հատ էլ էր ոնց որ 4 բացվել Եթե չեմ սխալ 4 Հաջորդ 2 թվերը 3 Սա թող լինի համար 2 Համար 5 5-րդ համար և համար 1 Որեր 1 և 1 Առաջի միավորը ունենք 1 Որտեղ կլինի մյուս 4 Համար 2 2 3 3 Եվ 3 Սպաս Համար 4 հուզմունքը խեղդում է, ես հասկանում 5 թիվը 4 Ես լավ բոնուս էր 4 Եվ 4 Սա երկրորդ միավորն է 1 3 Համար 5 5 և 5 Եվ համար 1 1 Միավոր Համար 2 Երկու, ծափը արենք, երկու միավոր ունի արդեն, համար 2-ը 4 Համար 3 4 Համար 4 3 4 Ափսոս 5 4 Համար 1 2 5
Երրորդ միավորը համար 3-ը անցնում է առաջ։ 3 երրորդ միավորը կաց, ապահարում ենք։ Վերջին զույգի տեղ գիտես, համար 3, եթե մի հատ էլ ես ճիշտ բացում, դու շարունակում ես պայքարը։ 8 վայրկյան։ 5 համար 4 2 5 շարունակում ենք 1 մի հատ էլ բացի 5 սավոք 1 լարվածություն ակ դասում, որոնոտ շոտ ծիկեր, շնչառություն, 5 2 և 2 համար 2-ը շարունակում է պայքարը, շնորհակալություն 3 Հիմա պետք է գտնել մյուսը 5 համար 4 1 միավորը ունենք 3 միավոր ունի համար 4-ը 4 Այստեղ ուղղակի 1 համար 5 1 Որտեղ է զույգը 5 միավոր Հիմա ամենաշատը հուշելու ենք առաջին 5 3 1 միավոր մաքսիմալ հավասար պայքար է ստացվել Այն երկու մասնակիցները ովքեր առաջինը կհավաքեն հաղթում են Բոլորի շանսերը կախված է մազից 6 վայրկյան Բացենք Համար Հələ տեսնենք 3 1 Եվ երրորդ համարը դուրս է գալիս խաղից, շարունակում է պայքարը 4-րդ համար Եթե դու ճիշտ բացես երկրորդ բաժակը տղաները լքում են պրոյեկտը Եթե ոչ, պրոյեկտը կլքես դու Ես չգիտեմ դու ֆիքսել ես որտեղ է քո թիվը Հիշում ես, չես հիշում, ուզում ես տղաներին զիջես կամ լարված ես մոռացել ես, բայց սա քո վերջին քայլն է լինելու Որովհետև բացառման սկզբունքով տղաները արդեն գիտեն, որտեղ է իրենց վերջին միավորը Տալիս եմ քեզ վերջի, լավ կարիքը չկա և 1 Վերջին միավորը 5 Որտեղ է զույգը Ես համոզված եմ, որ առաջի համարը գիտի ինքը որտեղ է Թաքցը 4 Համար 1 ըստիս դու ֆիքսել ես տեղերը ու կարելի ասել կատարվեց անհնարինը Ասես չես հիշում Եթե չեմ հիշում Չես հիշում Լավ Ես քեզ որպես բոնուս կտամ ևս 15 վայրկյան 6 վայրկյան 6 վայրկյան ընտրի այսօրվա մեջ կպել ես այդ բաց շախմատ դարձավ սա
բաց ու ցույց տուր կամերային, դու մի նայ։ Մենք ռեակցիայով ցույց կտանք։ Եկեք ոգևորեն, գոր, այ։ 4-րդ համար։ 4 Զապարում ենք 4-րդ համարին։ Չեմ կարող իմ ասել ինչ զգացումներ ունեմ, որովհետև եւ ուրախ եմ եւ շատ տխուր։ Ոնց շրջանը բոլորիդ հնարավորություն տվեց։ Այ հիմա հասկանում եմ, թե այդ անմահությունը ինչքան էր պետք։ Արգելի հեռուստադիտող, տղաները լքում են պրոյեկտը, մենք կարող ենք նրանց ծափահարել, կարող եք նաև մոտենալ։ Մեր թիմից հեռացան 2 ուժեղագույն, լավագույն մասնակիցները։ Շատ ուրախ եմ, որ այս ամեն ինչի իմաստ եմ եղել։ Պարտությունն էլ է խաղի մեջ ընդունելի, կարևորը պատվով ընդունես ու հետ չգաս էլ պրոյեկտ։ Գորի դուրս գալը իմ համար ընդհանրապես աբսուրդային էր։ Ես եթե կարողանայի իմ տեղը տալ գորին, ես դուրս կգայի խաղից, որ գորը մնար խաղում։ 2 հոգի կան, որ ուզում եմ հաղթեն այս պրոյեկտը։ Մեկը Աբնա, այն մյուսի անունը չեմ տալիս։ Ուզում եմ, որ հաղթի ուժեղագույնը։ Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների